Շարժանական գործընկերները պարոն Մելիքյանը և Տիկին Անդրոսյանը շատ հանգամանալից մանրամասն ներկայացրեցին բոլոր ինքերը մեկնաբանությունները, որտեղ կգնելու կարիք բնականաբար չկա, հետևաբար խնդրում եմ, որպեսզի այդ ամբողջը նաև համարվի, որ ինքս եմ ասել և դրացել եմ դրա։ Ես մեկ այլ հանգամանքի մասին պիտի խոսեմ, որի խոսելու անհրաժեշտությունը առաջացավ մեղադրողի ելույթի ժամանակ մի հայտնի կամ հրապարակված մի եվրոպական դատարանի վճռի մասին։ Մասնավորապես, ինչի ես կարիք առաջացավ, որովհետև մենք եվրոպական դատարանի բազմաթիվ ակտերից գիտենք, միանգամայն այլ բան, կան ասում էր այստեղ պարոն Ավետյանը։ Մի բան մտածեցի երևի 98 թվականի ընդունված դատական ակտը վճիռը հնարավոր է, որ այդպիսի հանգամանքներ եղած լինի, ասի լավ գնանք ստուգել։ Եվ անդրադառնալով համապատասխան ակտին, Յանովսկին ընդդեմ Լեհաստանի գործով, ուզում եմ ուղիղ մեջբերմամբ հիշեցնել պարոն Ավետյանի խոսքը։ Լեհաստանում պատվարժան դատարան խոսքը մեջբերում։ Այդ անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության խուլիգանության համար, ոչ այլ հանցակազմի համար, ոչ այլ անձի վիրավորելու համար, հասարակական կարգը խախտելու համար։ Սա ուղիղ մեջբերում էր պարոն Ավետյանի խոսքից, պատվարժան դատարան, բայց պարոն Ավետյանի նշած վճիռը եվրոպական դատարանի միանգամայն այլ բանի մասին խոսում, մասնավորապես։ Ոչ թե խուլիգանության հոդվածով է դատապարտել, այլ Լեհաստանի քրեական օրենսգրքի, որը ուժը կորցրել է 65 թվականին ընդունված 236-րդ հոդվածով, ըստ որի պետական ծառայողի վիրավորումը, նրա պաշտոնական պարտականությունները կատարելու ընթացքում համարվում են հանցագործություն։ Այդ նույն օրենսգրքի 59-րդ հոդվածը ուներ ընդհանուր մասում այսպես մի ձևակերպում, թե այդ բոլոր արարքները, բոլոր հանցագործությունները, որոնք կատարում են խուլիգանական դրդապատճառներով, ապա պատժաչափի որոշակի ժամկետ է տալիս, որ այսքանից պակաս չի կարող լինել։ Եվ հետո պարոն Ավետյանը նշում էր, որ եվրոպական դատարանը 10-րդ հոդվածի խախտում չի դիտարկել խուլիգանության հոդվածը։ Դատարանը իսկապես, առաջին անգամի դատարանը Լեհաստանի, իսկապես այսին նշած 236-րդ հոդվածի 59-ի թողումը արել է, իսկապես ասել է խուլիգանական դրդապատճառներով եղել։ Սակայն Լեհաստանի վերաքննիչ դատարանը խուլիգանության հանցակազմը ամբողջությամբ վերացրել է, ասել է այս արարքում խուլիգանություն գոյություն չունի։ Հետևաբար, երբ որ գործը հասել էր եվրոպական դատարան, եվրոպական դատարանը համարել էր սպառված այս մասով, ասել էր, որովհետև ներպետական անձաններում խուլիգանության հանցակազմը վերացել է այս կոնկրետ արարքի։ Խուլիգանությունը ընդհանրապես գոյություն չունի։ Ներեցեք, եթե պարոն Մելիքյանը Չեն տողել։ Ներեցեք, պարոն Մելիքյանը տողել։ Որտեղ սեզ չի լինում, անդադար գնում գալիս են։ Պատմելով դատարան չեն կարում, ես առաջարկում եմ դա ասեք, եթե կարելի է համար, որ այլևս չի թույլ ատրվելու հետ գալը, որպեսզի իմանան բան չանեն։ Պարոն Մելիքյանը, մեկ րոպե, այդտեղ մարդ կա ուրիշ, որ ուզում եմ ներս մտնել։ Արգելի դատավարության ներկայացներ, եթե հիմա դուրս պետք է գա, հիմա թույլ եմ տալիս, հետո մինչև դատավարության վերջը, որտեղ անդադար շերվում ամեն ուշադրությունները։ Դուրն էլ մի քիչ լավ չի բացվում, լավ ձայն չի անում։ Պարոն Մելիքյանը ներկայաց։ Հիմա պատվարժան դատարան Լեհաստանի վերաքննիչ ատյանը, որ այնտեղ ճայս համանուններ ես դեպքում տարածաշրջանային, վերանայելով առաջնացյալի կողմից կայացրած դատական ակտը, խուլիգանությունը վերացնելով, մասնավորապես նաև փոխել է պատիժը, ազատագրել անձերով նշանակված պատիժը վերացրել էր։ Թողել էր միայն դեռ կուգանքի մասով այն նշածը հոդվածով ոստիկանության աշխատակցի նկատմամբ, այս դեպքում քաղաքական պետարանի ծառայողի նկատմամբ կատարված արարքի համար։ Հետևաբար, նախին անգամ եվրոպական դատարանը, ինչպես նշեցի, այս հանգատը քննարկելու ժամանակ խուլիգանության հանցակազմին անդրադարձել էր այնքանով, որքանով որ Լեհաստանի ներպետական դատական ատյանները արդեն իսկ վերացրել էին դա, բայց այնուամենայնիվ մի կարևոր նշում ունի այդ վճռի մեջ, որ 10-րդ հոդվածի խախտումը վերացնելով դատավարության մասնակիցները ընդունում են, որ այո, այն ժամանակ տեղի ունեցել 10-րդ հոդվածի խախտում։ Եվ ուղիղ նշում է, որ դատարանը դրա հետ չհամաձայնվելու որևէ պատճառ չունի։ Բայց այնուամենայնիվ վերջնական արդյունքում եվրոպական դատարանը 10-րդ հոդվածի խախտում չի դեպքում, որովհետև մեկնաբանում է այսպես, որ լավ, այսպես ասեմ, 3 չափանիշ ասան,
օբյեկտների մասով 3 չափանիշ ասում։ Ինչ ասում, որ կան սովորական քաղաքացիներ, կան հանրային ծառայողներ եւ կան քաղաքական պաշտոններ։ Համադրելով, համեմետելով նրանց պաշտպանվածությունը խուլիգանությունից կամ ավելի ճիշտ ոչ թե խուլիգանությունից, այլ վիրավորանքից, այդ թվում եւ ցնցող վիրավորանքից, մասնավորապես նշում է, որ հանրային ծառայողները, ոստիկաններ եւ այլն, ավելի քիչ պաշտպանված են, քան սովորական քաղաքացիները։ Բայց ներողություն, քաղաքացիները ավելի շատ են պաշտպանված, քան ոստիկանությունը, այլ ի տարբերություն նշում է քաղաքական պաշտոնյաների, որոնք ընդհանրապես պաշտպանվում, գրեթե ընդհանրապես պաշտպանված չեն։ Այնուամենայնիվ հանրային ծառայողների նկատմամբ որոշակի պաշտպանություն պիտի լինի, որովհետև նրանք իրենք չեն ընտրում այն ճանապարհը քաղաքական, որ կարողանան նաև կանխատեսել ակնկալել, որ իրենց նկատմամբ կլինի սուր քննադատություն եւ ծայրահեղ վիրավորական արտահայտություններ։ Հիմա այս ամեն ինչ որ ես ասացի դատական ակտի դուրս։ Հիմա իմ մոտ ենթադրություն է ձևավորվում, որ պարոն Ավետյանը կամ ծանոթ չի դատական ակտին, կամ ծանոթացել է, բայց լավ չի հասկացել չի մասին խոսքը, որովհետև հակառակ մյուս կարծիքը, որի մոտ կարած ձևավորվի, դա մի վտանգավոր է, կստացվի, որ պարոն Ավետյանը մոլորության մեջ է փորձել գցել թե մեզ, թե դատարանին, եւ կարծում եմ դա առնվազն ոչ հարգալից վերաբերմունք է թե դատարանին, եւ թե ընդհանրապես հասարակության նկատմամբ։ Հա, մի 10-րդ հոդվածի խախտում չի արձանագրել համարելով, որ ոստիկանության ծառայողներ են կամ հանրային ծառայողներ են, հետևաբար նրանք պետք է լինեին որոշակի պաշտպանվածության ներքո, բայց այնուամենայնիվ միաժամանակ փաստել է, որ լուծվել է գլխավոր հարցը, որ անձը խուլիգանության հանցակազմով արդարացվել է։ Հիմա, այս դատական ակտը իրականում հետաքրքրեց եւ ես փորձեցի գտնել ինչ այլ դատական ակտեր կան իրերի կողմից, որոնցում խախտումներ կան սրանք, Հայաստանի գործով։ Մի շարք այդպիսի վճիռներ գտա, բայց այդտեղ կա մի շատ հետաքրքիր վճիռ, որի մասին ուզում եմ հատուկ խոսել։ Դա մեզ վերաբերող, մեր երկրին վերաբերող հայտնի գործիչ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործն է, որտեղ հղում կա հենց այս վճռին, եւ հետաքրքիրն է, այն ինչ որ պարոն Ավետյանը ներկայացնում էր որպես իրադարձություններ, այդ դրանք փաստացի նույնությամբ տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես Գասպարին կառավարության շենքի դիմաց կանգնած որոշակի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել այն ժամանակվա ոստիկանապետի նկատմամբ։ Գասպարի նկատմամբ կառուցվել է խուլիգանության հոդվածով մեղադրանք, եւ այս գործով Մարտիրոսյանի եվրոպական դատարանը համարել է 10-րդ հոդվածի խախտում Մարտիրոսյանի եվրոպական կոնվենցիայի, քանի որ հենց խուլիգանության հանցակազմում է։ Ընդ որում հղում անելով ընդդեմ Հայաստանի գործին, ասել է, որ ես մի անգամ ասել եմ, որ խուլիգանության դեպքում սենց խնդրի առաջ է բանում, 10-րդ հոդվածի հարց է առաջանալու։ Պատվաժան դատարանում բազմիցս կամ այս սիրալու որնավորպես երկուսից նախագնության մեկնարկային փուլում ես ու պարոն Ավետյանը բազմիցս հարցազրույցներում ասել են, որ այս գործը քրեական օրենսգրքի հետ նշանակություն կապ չունի այն իմաստով, որ հիմա բացապես իշխանությունը փորձում է ապա քրեականացված հոդվածի փոխարեն գործի դնել մեկ այլ հոդված, որ վերաբերվի չի սկսում։ Մասնավորապես ծանր վիրավորանքի հոդվածները քրեականացվեց եւ դրանից հետո դրանից ստեցի մեր պաշտպանյանների նկատմամբ եւ շատ այլ անձանց նկատմամբ գործադրել այդ խուլիգանություն հոդվածը։ Ես ուզում եմ մի այստեղ հիշեցում եմ անել, որ մեր քրեական օրենսգիրքը այսպիսի հոդված ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորանք եւ այլն ունեցել է մինչեւ 2008 թվականը։ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքից այդ հոդվածը հանվել է գործված ճանաչ։ Այսինքն մենք չունենք այսպիսի հոդված, ինչ ունի Լեհաստանը։ Հետևաբար մեզ մոտ չի կարող նաեւ այդ հոդվածով